Բարև ձեզ, Կալանյուս լրատվականը շարունակում է իր աշխատանքը ուղիղ եթերում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտն օրերս հրապարակեց մարդու իրավունքների վերաբերյալ հերթական տարեկան զեկույցը, դրանում բարձրաձայնվեց նաև Հայաստանում մարդու իրավունքների խախտումների եւ այլ ոլորտներում առկա խնդիրների մասին։ Թեմայի շուրջ փորձագետների մեկնաբանությունները։ Ազգային ժողովի նախորդ քարորյան բավականին թեժ էր, խորհրդարանականները քննարկեցին մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, խորհրդարանականների աշխատանքի եւ քննարկված նախաձեռնությունների վերաբերյալ իր կարծիքն է հայտնել պատգամավոր Սամվել Նիկոյանը։ Խորհրդարանում այսօր գազի հարցով հանձնաժողովը գումարել էր հերթական դռնփակ նիստը, քննարկվել են հիմնականում կազմակերպչական բնույթի հարցեր։ Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Գյումրիում կազմակերպվել են միջոցառումներ։ Ղրիմի եւ Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձությունները շարունակում են մնալ աշխարհի ուշադրության կենտրոնում, իրենց հայտարարություններով եւ Ուկրաինա գործուղված պատվիրակությամբ աշխարհի գերտերությունները փորձում են մեղմել ստեղծված իրավիճակը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտն օրերս հրապարակեց մարդու իրավունքների վերաբերյալ հերթական տարեկան զեկույցը։ Դրանում բարձրաձայնվում է նաև Հայաստանում մարդու իրավունքների խախտումների, ոստիկանական խոշտանգումների, կոռուպցիայի, ինչպես նաև վերջին նախագահական ընտրությունների ժամանակ կիրառված վարչական ռեսուրսի մասին։ Այսինքն վեր են հանվել այն խնդիրները, որոնց մասին Հայաստանի քաղաքացին տարիներ շարունակ բարձրաձայնում էր։ Ըստ փորձագետի, այս ամենն ունի իր պարզ բացատրությունը։ Արևմուտքը կամաց-կամաց բացում է այն խաղաքարտերը, որոնք ժամանակին ինչ-ինչ հանգամանքներից ելնելով չեն օգտագործվել։ Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանն իր հերթին անդրադարձել է զեկույցում տեղ գտած ոստիկանական խոշտանգումների, ոստիկանական բաժանմունքներում մարդկանցից տիպողավար ցուցմունք կորզելու մասին հիշատակումներին ու նշել, թե հիմա ամեն բան վերահսկելի է, պատմում է Հերմինե Մկրտչյանը։ Եվ այսպես ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից հրապարակված հերթական զեկույցում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության վերջին նախագահական ընտրություններին։ Այդ կապակցությամբ նշվում է, որ ընտրական պրոցեսի ժամանակ իշխանություններն իրենց դրսևորել են ոչ անաչառ եւ ոչ հավասարակշռված, օգտագործվել է վարչական ռեսուրս, ու սա այն պարագայում, երբ միջազգային դիտորդների կողմից 2013 թվականի նախագահական ընտրությունները գնահատվեցին ազատ եւ մեկ քայլ առաջ նախորդներից։ Նոր բան չի ասվել, գտնում է փորձագետը, ուղղակի այս անգամ զեկույցում տրվել են իրականությանը մոտ գնահատականներ։ Բոլորն իրենց երկրի շահն են պաշտպանում։ Չմտածեք, թե նրանք մեր մասին են մտածում, թե մեր նախագահը ինչու օրինական չի ընտրվել, ինչու լեգիտիմ չէ։ Ըստ նրա, ամերիկացիներն այդ շեշտադրումներով մեղմ ասած կասկածի տակ են դնում Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելու փաստը։ Ուղղակի հիմա են որոշել օգտագործել իրենց ձեռքի տակ ունեցած այդ խաղաքարտը։ Մոսկվան իր շահերն է փորձում այստեղ պաշտպանել, Արևմուտքը փորձում է իր շահերը պաշտպանել։ Այստեղ ճկուն ղեկավար է պետք այս վիճակից դուրս գալու համար։ Ամերիկան փաստորեն այլևս չհանդուրժեց մեր ղեկավարության այդ խաղերը։ Իշխանական ուժի ներկայացուցիչ ազգային ժողովի պատգամավոր Սամվել Նիկոյանն ասում է, թե զեկույցում տեղ գտած գնահատականները Հայաստանի մասով այնքան էլ կոշտ չեն, ինչպես ներկայացվում է։ Բայց մյուս կողմից համամիտ է, որ հատկապես մարդու իրավունքների պաշտպանվածության առումով անելիքները շատ են։ Զեկույցը նշանակում է, որ մեզ մոտ կան խնդիրներ, որոնք պետք է լուծել։ Այդ առումով համաձայնում ենք դրա հետ, մենք էլ ենք գտնում, որ մեզ մոտ կան խնդիրներ, որը պետք է լուծել։ Ուղղակի մենք պետք է ասենք եւ միջազգային հանրության գնահատականներին ականջալուր լինենք։ Հատկանշական է, որ զեկույցում մանրամասն անդրադարձ կատարվում է Հայաստանում ոստիկանական գործողություններին, որ քաղաքացիները բողոքում են ոստիկանության տարբեր բաժիններում իրենց հանդեպ ահաբեկումների ու խոշտանգումների համար, որոնք կիրառվում են խոստովանական ցուցմունք կորզելու նպատակով։ Մի բան, որը Շիրակի մարզի ոստիկանապետի համար զարմանալի է։ Խոշտանգումներ, բիրտ խորտ մեթոդներ կիրառում այդպիսիքի բացահայտումների համար, քողարկել կատարված հանցագործություններ, թաքցնել դեպքերի գրանցումը, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ գոյություն չունեն, չկան։ Վարդան Նադարյանն ասում է, թե հարկավոր է փաստերով խոսել, հիշատակել կոնկրետ դեպքեր, թե ինչի վրա է աչք փակել ոստիկանությունը, ինչ հանցագործություններ քողարկել, եւ եղել են արդյոք խոշտանգումներ ու դրանց արդյունքում մարդկանցից ցուցմունք կորզելու դեպքեր Շիրակի մարզում։ Փորձագետը վերում է Կարեն Եսայանի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի կողմից վերջերս դատարանում արված այն հայտարարությունը, թե իրեն անձամբ մարզի նախկին ոստիկանապետն ու համակարգի մի շարք բարձրաստիճան ոստիկաններ ծեծի են ենթարկել։ Դրանից է լավ հաղորդում,
Մարդը պաշտոնապես դատի ընթացքում ասում է, որ ինձ ծեծել են։ Բոլորի ներկայությամբ, փաստաբանի ներկայությամբ դատարանում։ Ինչքանով տեղյակ եմ, այս ամեն ինչին արձագանք եղել է ամենաբարձր մակարդակով ոստիկանության ծառայողական քննություններ ա կատարվել, վարվել եւ գործը լսվել է, կարծեմ, ՀԿՑ ծառայության վարույթում է, չէ, քննչական մեր ծառայությունում է լսվել, բոլոր այդ հայտարարություններին անդրադարձներ լինում են, բացառվում է չլինեն։ Սակայն թե կոնկրետ ինչ է պարզվել քննության արդյունքում, մարզի ոստիկանապետը տեղեկություն չունի, գտնում է, որ դրանով պետք է զբաղվեն պատասխանատու բոլոր կառույցներն ու նաև հասարակական սեկտորը, բայց մյուս կողմից վիրավորվում է, որ ոստիկանական համակարգի ներկայացուցիչների նկատմամբ նման բացասական վերաբերմունք կա, ծեծող, ահաբեկող, վախեցնող։ Մի քիչ այդպես չի, սա Սովետ միության միլիցիան չէ, էլի, որ բերեին պատաններից դիակներ գցեին, ասեին գրիպից մահացավ, կամ էս արեց, կամ այդպես չի։ Իսկական Գասպարյանի կադրն է, աշխատում են նրա ոճով, փիլիսոփայական մտքեր, այսպես բաներ, առաջ դու գործ արա, որ ես տեսնեմ, ոչ թե առաջ խոսա, մեզ հույս տուր, դու գործ արա, այո, ասա, մի ամիս եկել եմ, այս ինչ բաներն եմ արել։ Մեկ այլ մտահոգիչ փաստ, որտեղ է գտել զեկույցում, դա կոռուպցիան է, որի դեմ պայքարը տարբեր գնահատումների դերևս միջին եւ ցածր օղակներում է ձեռնարկվել։ Հերմինե Մկրտչյան, Համբարձում, Պապոյան, Գալանյոս։ Ազգային ժողովի նախորդ քարոզյան բավականին թեժ էր։ Խորհրդարանականները քննարկեցին մի շարք օրենսդրական նախաձեռնություններ։ Խորհրդարանական ընդդիմության ներկայացրած նախաձեռնությունները հանրապետականները չընդունեցին։ Փոխարենն իրենք առաջարկեցին գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծել։ Իսկ ինչու են հանձնաժողովի աշխատանքները ընթանում դրմփակ։ Կարևորի մասին հաղորդման շրջանակում իմ գործընկերը զրուցել է Ազգային ժողովի հանրապետական կուսակցություն խմբակցության падգամավոր Սամվել Նիկոյանի հետ։ Պարոն Նիկոյան, սկսենք մեր զրույցը խորհրդարանում զարգացած վերջին իրադարձություններից հանրապետական խմբակցությունը ներկայացրեց գազային հանձնաժողով ստեղծելու նախաձեռնություն, որը հավանության արժանացավ, այդ դեպքում ինչու ավելի վաղ մերժեց խորհրդարանական ընդդիմության նմանատիպ նախաձեռնությունը։ Երկու պարզ պատճառով։ Առաջինը, որը այնտեղ հնչեցվեց, հետևյալն է, որ այն հարցերը, որ ներառել էր ընդդիմությունը, այդ հարցերի մի մասի պատասխանը սպասվում էր դրան հաջորդ օրերին Սակագնային հանձնաժողովը Ռոբերտ Նազարյանը պետք է ազգային ժողովում հանդես գար հաշվետվությամբ եւ այնտեղ այդ հարցերը կարող են հնչել, պատասխաններ ստանալ, ելույթներ ունենալ, միգուցե այդ հարցերի մի մասը բավարար էր մեր գործընկերներին։ Դա առաջինը եւ երկրորդը, դուք տեսեք, երկուշաբթի գալիս ենք եւ մեր գործընկերները շատ մոբիլ ձևով ներկայացնում են կանոնակարգի դրույթի համաձայն մտցնում են քարոզիա։ Իրենք քննարկել են այդ հարցը, իրենք քաղաքական որոշում կայացրել են։ Եվ մեզ պարտադրում են, ասում են, այ մենք քաղաքական որոշում կայացրել ենք, դուք իրականացրեք դա։ Ինչ հարցերի պատասխան է տալու հանձնաժողովը, այսինքն որտեղից է գոյացել 300 միլիոն դոլարի պարտքը, այդ հարցերը ներառված են։ Միանշանակ այնտեղ լայն հարցերի սպեկտր է ներառված։ Բոլոր այդ հարցերը չկա մի հարց, որը չունենա իր պատասխանը։ Եվ անկեղծ ասած, նմանատիպ հանձնաժողովները եւ նմանատիպ իրադարձությունները ամբողջովին տեղավորվում է օրենսդիր մարմնին սահմանադրորեն իրեն լիազորությունների շրջանակների մեջ։ Ինքը միանշանակորեն կարող է բոլոր փաստերը ուսումնասիրել, բոլոր փաստաթղթերը ուսումնասիրել եւ քաղաքական եզրակացություններ անել։ Այսինքն ամբողջությամբ ես կարծում եմ, որ այդ հանձնաժողովը կկարողանա այն խնդիրները, որ դրված իր առջև իրականացնել։ Բազմիցս քննարկվեց, քննադատվեց փաստը, որ 300 միլիոն դոլարի պարտքը, որը կուտակվել է, հասարակությունից թաքցվել է, որովհետև արխիվում ընտրություններ են եղել, համապետական եւ Տիգրան Սարգսյանի կառավարությունը թաքցրել է փաստը, դրանից հետո նոր հասարակությունը տեղեկացել է, որ ինքը գազը իրականում սպառել է շատ ավելի թանկ գնով եւ կնքված պայմանագիրը խորհրդարանական ընդդիմությունը համարեց վասալային։ Ասեմ, որ նախ մեկնաբանությունները բավականին սխալ էին եւ ով նման հայտարարություն էր անում, անշուշտ ինքը շատ լավ գիտեր, որ ինքը սխալ է այդ հայտարարություն անում։ Ինքը գիտեր, որ կառավարությունը հայտնել է, որ Ռուսաստանը թանկացրել է գազը, բայց մեր քաղաքացիներին մենք շարունակելու ենք գազը վաճառել այն գնով, ինչ եղել է։ Ռուսաստանը թանկացրել է, այո, հայ-ռուս գազարտը նույն գնով է վաճառում, այսինքն էժան, բնական է, բոլորի համար հասկանալի պատճառ է, այդ մասին պարլամենտում խոսվել է մի քանի անգամ եւ դրա եւ հենց այդպես էլ հայտարարվել է, որ թանկը առնում ենք, էժան վաճառում ենք։ Բնական է, այնտեղ պետք է պարկ առաջանալ, պարկ գումարվի։ Ինչպես նախորդ դեպքում։ Դուք տեսեք,
Ես մեկ անգամ ասել եմ, խոսվում էր եւ ամբողջ մի ամիս խոսում էր ինչպես կարելի է 20%-ը վաճառել։ Ես հիշում եմ այդ մարդկանց, որ շատ հանգիստ, շատ այսպես նորմալ ընդունեցի 70%-ն է վաճառվել։ Անկախ այն բանից ինչ պատճառներ եք բռնում, լավ ուսումնասիրեք, գրեթե ոչինչով չի տարբերվել այն իրողությունը, ինչ տեղի ունեցել հիմա։ Ոչինչով չի տարբերվել, էությունը գրեթե նույնն է մնացել։ Եթե մենք 80%-ի հետ համաձայնվել ենք շատ հեշտությամբ ու հանգիստ, ինչի ենք կատաղի դիմադրում 20%-ի համար, այ դա ես չեմ հասկանում։ Կարևորի մասին հաղորդման շրջանակներում իմ գործընկեր Փայլակ Վահրադյանի հարցազրույցը Սամվել Նիկոյանի հետ ամբողջությամբ կարող եք դիտել Գալանյուսի այս թողարկման ավարտից հետո։ Գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովն այսօր գումարել էր թվով երկրորդ դռնփակ նիստը։ Նիստի ավարտին ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունների պատգամավորները Գալայի հետ զրույցում նշել են, որ առայժմ նիստի ընթացքում քննարկվել են միայն կազմակերպչական հարցեր։ Հանձնաժողովի 10 անդամները բաժանվել են 4 ենթահանձնաժողովների, որոնք ուսումնասիրելու են գազի կալորիականությունը, գազի կուտակված պարտքը, Հայաստան ներմուծվող գազի այլընտրանքային տարբերակները, ինչպես նաև սակագնի ձևավորման սկզբունքները։ Ժամանակավոր հանձնաժողովի նիստերին կարող են մասնակցել նաև հանձնաժողովում չընդգրկված պատգամավորները։ Հանձնաժողովի ոչ իշխանական պատգամավորները առայժմ դժվարանում են գնահատականներ տալ նիստերի արդյունավետության մասին։ Կազմակերպչական հարցեր են քննարկվել երկու նիստում էլ, կապված եւ նախագահ տեղակալի ձևավորման հետ եւ ուրեմն աշխատանքային ծրագրեր կազմելու հարցաշարեր համապատասխան եւ ոլորտային պատասխանատուների ձևավորում։ Այն մտավախությունը, որ մենք ունեինք, որ կարող է ձգվել երկար ժամանակի վրա խաղան, այսպես ասած, այս բան չկա այդպիսի բան, եւ 4 ենթախումբն էլ կսկսեն զուգահեռ աշխատել, բայց դա չի նշանակում, որ ընդհանուր այդ բոլորը չպետք է բերվի ընդհանուր կացա եւ միասին չպետք է քննարկենք։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել անցնել Հայաստանի ապագա Եվրասիական տնտեսական միության անդամակցելու պայմանագրի նախագծի նախապատրաստմանը։ Այս մասին նա հայտարարել է բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ։ Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ Հայաստանի հետ ընդունվել է ու բարեհաջող կերպով իրագործվում է միջոցառումների համալիր ադապտացներում ակցիայի միության ու միասնական տնտեսական տարածքի նորմերին ու պահանջներին։ Այդ պատճառով հնարավոր ենք համարում անցում կատարել Հայաստանի հետ պայմանագրի նախապատրաստմանը, ասել է Պուտինը։ Նա նաև կարծել է, որ կարևոր է օգնել նաև մեկ այլ շահագրգիռ երկրի Ղրղստանին։ ՀԱԿ-ի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Հորլիկը հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է. Մենք Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ շարունակում ենք Ղարաբաղում խաղաղության հաստատման ուղղված աշխատանքը, հիմնված ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքների վրա, նշել է ՀԱԿ-ի խմբի ամերիկացի համանախագահը։ Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-ամյակի կապակցությամբ Եռաբլուրում կազմակերպվել է միջոցառում Պաշտպանության նախարարության, Հայաստանի զինված ուժերի, ԵԿՄ վարչության անդամների եւ երիտասարդ երկրապահ կամավորականների մասնակցությամբ։ Եռաբլուր են այցելել երկրի բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ եւ զինվորականներ։ Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-րդ տարելիցի կապակցությամբ Եռաբլուր զինվորական պանթեոնում կազմակերպված միջոցառմանը ներկա բարձրաստիճան պաշտոնյաները նախ ծաղկեպսակներ դրեցին սպարապետի շիրմաքարին։ Այնուհետև միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը սկսվեց Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանի ելույթով։ Վերջինս ողջունեց ներկաներին եւ խոսեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման մասին։ Պետք է պահպանեն այն ինչը որ արգան գնով, հայազիժ զրկանքով, դարերով եկած չարչարանքով 600 ավելի տարի պետականություն անկախություն չունենալուց հետո մեր երկիրը, մեր պետությունը իր միասնությամբ կարողացավ ձեռք բերել։ Երկրապահ կամավորական միության նախագահը դիմելով երիտասարդ կամավորականներին նշեց, որ այսօր ունենք հզոր հայրենիք եւ ամուր բանակ, ինչի համար էլ հենց զոհվել են նրանց հայրերն ու պապերը։ Մանվել Գրիգորյանի խոսքերով կամավորական միության երիտասարդ սաները պետք է շարունակեն իրենց հայրերի գործը, զորացնեն երկիրն ու պետականությունը, պահպանեն մեր բանակը, քանի որ հենց նրանք են մեր ապագայի զինվորները։ Դուք արդեն երթումից հետո դարձաք երկրաբաներ։
Այնուհետև ելույթի խոսքը տրվեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։ Վերջինս իր ելույթում խոսեց իր մարտական ընկեր Վազգեն Սարգսյանի եւ մեր այսօրվա բանակի մասին։ Նախարարը նշեց, որ առաջին սպարապետի հիշատակին հարգանքի տուրք է մատուցվում ոչ թե շքեղակառույց ինչ-որ դահլիճում, այլ հենց Եռաբլուրում, քանի որ հենց դա է նրան մոտ գտնվելու խորհրդանիշը։ Մենք ինչպես մեր պատմության տարբեր ժամանակահատվածներում, այնպես էլ այսօր պայքարով ենք ապահովում մեր անկախությունը եւ նաեւ ազատ ապրելու իրավունքը։ Եվ այսօր Եռաբլուրում մենք չափազանց խորհրդանշական օր ենք գտնվում։ Խորհրդանշական օր, որովհետեւ այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի 55-ամյա հոբելյանն ենք մենք նշում։ Միջոցառման ընթացքում իրենց շնորհավորանքի ուղերձները հղեցին նաև Երկրապահ կամավորական միության երիտասարդ սաներն ու Վազգեն Սարգսյանի մարտական ընկերները։ Իսկ այնուհետև իրենց ցուցադրական մարտական ելույթներով հանդես եկան Երկրապահ կամավորական միության տարբեր ստորաբաժանումների սաները։ Եռաբլուր զինվորական պանթեոն այցելած Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը մեծ հետ զրույցում նշեց, որ Վազգեն Սարգսյանի մահվան իրական պատասխանատուները դեռևս ազատության մեջ են։ Իսկ այն ինչը կատարվեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ոճրագործություն էր մեր պետության եւ պետականության նկատմամբ, որի բացահայտմանը պատգամավորը կասկածանքով է վերաբերում։ Ըստ նրա, բացահայտումը հնարավոր է միայն իշխանափոխության արդյունքում։ Իշխանափոխությունը այսպես թե այնպես մի օր տեղի է ունենալու ու նոր իշխանությունները ժողովրդի կողմից ընտրված արդեն իշխանությունը շատ մեծ շահագրգիռ է լինելու գործի բացահայտման ուղղությամբ եւ վստահ եմ, որ վաղ թե ուշ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կբացահայտվի։ Արարողության պաշտոնական ավարտից հետո կառավարության ղեկավարը, ով եւս ներկա էր միջոցառմանը եւ մնացած բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարվեցին խոսել լրագրողների հետ եւ պատասխանել նրանց հարցերին։ Հարգանքի տուրքը մատուցելուց հետո բարձրաստիճան պաշտոնյաներն արագ հեռացան։ Դիանա Դավթյան, Սևակ Գրիգորյան, Gala News։ Իսկ Գյումրիում սպարապետ Վազգեն Սարգսյանի 55-ամյակի առթիվ Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ Վազգեն Սարգսյանի անունը կրող թիվ 19 դպրոցի բակում ներկաները ծաղիկներ են դրել սպարապետի կիսանդուր առաջ եւ իրենց հարգանքետուրքը մատուցել հայկական բանակի ձևավորման դժվային գործում մեծ ներդրում ունեցած ազգային հերոս Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի հիշատակին։ Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանը սպանվեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ազգային ժողովի նիստի ընթացքում կատարված ահաբեկչության հետևանքով։ Իսկապես մենք փորձում ենք այսօրվա օրը մեր հարգանքի տուրքը մատուցելու կյանքից շատ շուտ հեռացած մեր մեծ քաղաքացուն, մեր մեծ հայորդուն, մեր սպարապետին։ Վազգեն Սարգսյանը եղել է այն հայ ազգի ներկայացուցիչներից, որը իր ամեն ինչը ներդրեց անկախ Հայաստանի կառուցմանը, բանակաշինությանը։ Բանակը, մեր պետությունը իր բանակով պարտական է Վազգեն Սարգսյանին եւ նրա հետևորդներին։ Բայց ցավոք Վազգեն Սարգսյանի կյանքը կրճատվեց, կդրվեց, նա չկարողացավ իր գործը հասցնել մինչև վերջ։ Վստահ եմ, եթե նա այսօրվա դրությամբ ողջ լիներ, մեր պետությունը կունենար լրիվ ուրիշ քաղաքականություն, լրիվ ուրիշ բանակ։ Մեր ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, մեր հայոց պարապետը, մեր համար, Հայաստանի համար շատ ներդրում ունի, նամանավանդ զինվորական գործում, բանակաշինության հիմնադիրն է եղել, եւ ես որպես ռազմական ամբիոնում սովորող ուսանողուհի համարում եմ ինձ իր հետնորդը եւ ոգևորվելով նրանով ես ուզում եմ, որ ինչքան որ հնարավոր է նմանվեմ նրան եւ իմ գործերով ապացուցեմ դա։
Եթերում Գալա նյուսն է։ Գյումրու Վարդան Աչամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը հրաժարվել է իր զբաղեցրած պաշտոնից, բայց դա չի նշանակում, որ նա Գյումրու թատրոնում այլևս անելիք չունի։ Այսուհետ նա թատրոնի գեղարվեստական խորհրդականն է, իսկ գլխավոր ռեժիսորի պաշտոնում նշանակվել է թատրոնի դերասան եւ բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյանը։ Ինչով են պայմանավորված այս փոփոխությունները։ Նիկոլայ Ծատուրյանը մեր լրագրողի զրույցում նշել է, թե իր կամքով է հեռացել գեղարվեստական ղեկավարի պաշտոնից, քանի որ գտնում է հերթը երիտասարդ սերնդինն է, իսկ ինքը կվերահսկի ընդհանուր գործունեությունը։ Դիտեք հարցազրույցը։ Ինձ միշտ ավելի հետաքրքրում է վաղվա օրը, քան այսօրվա։ Այսօրը կա վաղը ինչ ենք անում, ոնց ենք անում։ Ես հասկացա, որ ժամանակն է։ Ես արդեն 69 տարեկան մարդ եմ։ Հետո շատ եմ ուզում, որ վերջապես Գյումրու թատրոնի գլխավոր ռեժիսորը, իսկ նա հիմա գլխավոր ռեժիսոր է, լինի գյումրեցի։ Շատ հաճախ սենց են անում, հանձնում են օբյեկտը, որտեղ շատ վատ վիճակում է, ուրիշի են հանձնում էլ ինձ գլխարատ են անում։ Չէ, ես ասեմ, որ հանձնում եմ շատ լավ վիճակով թատրոն։ Ես մնում եմ գեղարվեստական խորհրդական։ Ինչու, որովհետև չեմ ուզում լրիվ անջատվեմ գնամ, որտեղ շատ հարազատ է թատրոնը եւ նրան միշտ օգնելու եմ գեղարվեստական բոլոր հարցերով։ Նամանավանդ նեցուկ պետք է լինեմ այս երիտասարդ ռեժիսորին, շարունակեմ տալ նրան ուղղություններ, որպեսզի նա ճիշտ բարի, մինչև որ ինքը ամրանա, հետո նոր ես արդեն կդառնամ այս թատրոնի հանդիսատես։ Բոլորը ասում են, դա կապված է նախարարի այն ժամանակվա ինչ-որ բաների հետ, բայց չէ որ դուք ասացիք, որ եթե ինձ հեռացնեն, ես չեմ գնա։ Երբ որ ինձ հեռացնում են, ես աշխատում եմ չհեռանալ, բայց ինքնական ես մեծ հաճույքով դա անում եմ։ Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Շվեյցարիայի դեսպանատունը ժամանակակից մոտեցմամբ ներկայացրել է 3 ոլորտ՝ սննդագիտություն, ոսկերչական իրերի դիզայն եւ թվային երաժշտություն։ Այս մասին այսօր հրավիրված մամլոյասուլիսի ժամանակ տեղեկացրել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասերը։ Միջոցառումները նախատեսված են մարտի 14-ին, 15-ին, 20-ին եւ 21-ին, ինչպես նաեւ ապրիլի 5-ին։ Նախատեսում է հանրային դասախոսություն, գինու, խաղողի պատմությունը, ծագումը եւ ապագան թեմայով, որը կներկայացնի խաղողի գենետիկական հանրաճանաչ մասնագետ Ժոզե Վոյամոն։ Միջոցառումների շրջանակներում տեղի կունենա նաև Ժնևի արվեստի դպրոցի ուսանողների ոսկերչական գործերի ցուցադրություն, ինչպես նաև Հայաստանում կլինի հայտնի երաժիշտ Օլիվեր Շայնը։ Մեզ համար ուրախալի է ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Հայաստանի հանրությանը ներկայացնել Շվեյցարիայի մշակութային բազմազանությունը, նշել է դեսպանը լրագրողների զրույցում։ Ֆրանկոֆոնիայի շրջանակներից դուրս քաղաքական հարցերի դեսպանը նախընտրել է չպատասխանել։ Nous avions un échange commercial dans les dernières années qui se situait autour de 50 Հայ-շվեյցարական հարաբերությունները ես գնահատում եմ լավ, չնայած որ համարում եմ դրանք դեռ զարգանալու մեծ պոտենցիալ ունեն։ Վերջին տարում մեր ապրանքաշրջանառությունը $50 միլիոն է կազմել։ Իհարկե սա մեծ գումար չէ, բայց եթե համեմատում ենք 90-ական թվականների հետ, երբ երկու երկրների ապրանքաշրջանառությունը կազմում էր $5 միլիոն, տեսնում ենք, որ ակնհայտ առաջխաղացում կա, եւ մենք հիմա ակտիվորեն լծված ենք այդ հարաբերությունների զարգացմանը։ Développer nos relations commerciales et économiques. Միջազգային լրահոսը ուկրաինական կողմը նախաձեռնել է ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը կկայանա մարտի 7-ին Կիևում։ Այս մասին հայտնել է Բելարուսում Ուկրաինայի դեսպան Միխայել Եժելը։ Պետք է ընտրել ցանկացած հարթակ երկխոսության համար, այդ պատճառով էր ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպումը նշանակված է մարտի 7-ին եւ կանցկացվի Կիևում, նշել է դեսպանը։ Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին եւ Ռուսաստան Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել են Ֆրանսիայում։ Նրանք քննարկել են Ուկրաինային վերաբերող մի շարք հարցեր։ Նույն թեմայի շուրջ խոսել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն ու Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշտոնը։ Իսկ Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններ է վարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, ընդգծելով Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների անհրաժեշտությունը։ Նրանք պատրաստակամություն են հայտնել աջակցել Ուկրաինայի կառավարությանը։ Համացանցում է հայտնվել ձայնագրություն, որտեղ Եվրամիության արտաքին հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշտոնը զրուցել է Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պայետի հետ եւ վերջինս պնդել է, որ դիպուկահարներին վարձել են Ուկրաինայի ընդդիմության առաջնորդները։ Այս մասին տեղեկացնում է Russia Today-ը։ Ձայնագրությունը հայտնվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցների մոտ։
Ռուսաստան Դաշնության Դաշնային խորհուրդը օրինագիծ է մշակում, որը նախատեսում է եվրոպական ու ամերիկյան ընկերությունների հաշվեհամարների սառեցում եւ ունեցվածքի արգրավում այն դեպքում, եթե այդ երկրները Ռուսաստան Դաշնության հանդեպ պատժամիջոցներ կիրառեն։ Օրինագիծը ենթադրում է նման հնարավորություններով օժտել երկրի նախագահին ու կառավարությանը մեր ինքնիշխանությունը ոտնձգությունից զերծ պահելու համար, հայտարարել է պատրաստվող օրինագծի հեղինակ Անդրեյ Կլիշասը։ Ցանկացած պատժամիջոց պետք է լինի երկկողմ, ասել է նա։ Միացյալ Նահանգներն ու արևմտյան այլ գործընկերներ ստիպված կլինեն Ռուսաստանի մեկուսացման ուղղված միջոցներ ձեռնարկել Ղրիմում հակամարտության շիկացման պարագայում։ Այս մասին հայտնել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին։ Կիև կատարած այցի ավարտին տված մամուլի ասուլիսի ժամանակ Ջոն Քերին կոչ է արել Ռուսաստանին դիվանագիտական երկխոսություն սկսել Ուկրաինայի նոր իշխանությունների հետ։ Նա նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ Ուկրաինա ուղարկված ԵԱԿ ռազմական դիտորդներին թույլ չեն տվել մտնել Ղրիմի ինքնավար հանրապետության տարածք, հայտնում է Լենտակենտրում վկայակոչերով Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսին, որքան ես գիտեմ, նրանց թույլ չեն տալիս մուտք գործել, ասել է նախարարը եւ հույս հայտնել, որ այնուամենայնիվ կհաջողվի պայմանավորվել Ղրիմի ղեկավարության հետ։ Նախարարը նշել է նաեւ, որ տեղի իշխանություններն այնքան էլ լավ կոնտակտի մեջ չեն մտնում այլ կազմակերպությունների հետ։ Իսկ Ղրիմի հայկական համայնքը տեղի ունեցող իրադարձություններին ներգրաված չէ եւ շարունակում է չեզոքություն պահպանել։ Այս մասին գալայի հետզրույցում ասել է Ղրիմահայերի ընկերության նախագահի տեղակալ Վահան Վեմիշյանը։ Որևէ բան չի փոխվել հայերի դիրքորոշման մեջ։ Ուկրաինայում եւ կոնկրետ Ղրիմում զարգացող իրադարձություններին մենք չենք խառնվում չեզոք դիրքում ենք, ասել է նա։ Նշենք, որ պաշտոնական տվյալներով Ղրիմում բնակվում է շուրջ 9000, իսկ ոչ պաշտոնական տվյալներով ավելի քան 30,000 հայ։ Ղրիմի կառավարությունը հրաժարվել է բանակցություններից Գերագույն Ռադայի ներկայացուցիչների հետ, այդ մասին հայտնել է ինքնավար հանրապետության վարչապետը։ Նրա խոսքով կառավարությունը դեռ պատրաստ չէ պատասխանել ուկրաինական խորհրդարանի ներկայացուցիչների բանակցությունների վերաբերյալ առաջարկին, քանի որ Կիևի նոր իշխանությունը չի համարում լեգիտիմ։ Մինչդեռ Գերագույն Ռադայում հայտնել է, որ պատգամավորները հանդիպել են Ղրիմի խորհրդարանի ներկայացուցիչների հետ եւ պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ։ Ավելի ուշ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել էր, որ Ղրիմը պետք է մնա Ուկրաինայի կազմում, սակայն կարող է ինքնավարությունից ավելի բարձր կարգավիճակ ստանալ։ Նա հայտնել է, որ կարող է ստեղծվել օպերատիվ խումբ քննարկելու համար, թե Ղրիմը հավելյալ ինչ ինքնավարություն կարող է ստանալ։ Կոսովոյի կառավարությունը որոշում է ընդունել ձևավորել սեփական զինված ուժերը։ Ենթադրվում է, որ բանակի թվաքանակը կկազմի 5000, եւս 3000-ը կլինեն ռեզերվում, ամենամյա բյուջեն էլ կկազմի 65 միլիոն եվրո։ Զինված ուժերի ստեղծման հետ կապված բոլոր կազմակերպչական եւ օրենսդրական ընթացակարգերը ծրագրվում է ավարտել մինչեւ 2016 թվականը։ Անցյալ շաբաթ բացահայտված մի շարք գաղտնալսված հեռախոսազրույցներում լսվել է, թե ինչպես է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարում իր որդուն ոստիկանությունից թաքցնել Ստամբուլի իր տանը պահված տասնյակ միլիոնավոր դոլարների կանխի գումարը։ Այս ցնցող բացահայտումը պատճառ դարձավ համատարած կոչերի Էրդողանի հրաժարականի պահանջով, որը պնդում է, թե ձայնագրությունները կեղծ են կամ մոնտաժված, սակայն պարզվել է, որ վարչապետի եւ նրա որդու խոսակցությունների ձայնագրությունն իսկական է։ Հեռախոսազանգերը գաղտնի ձայնագրվել էին այն օրը, երբ ոստիկանությունը ներխուժել էր նախարարների, հայտնի գործարարների եւ պետական բանկի կառավարչի տները։ Նրանք բոլորն էլ մեղադրվում են կաշառակերության եւ կոռուպցիոն այլ դրսեւորումների մեջ ներգրավված լինելու համար։ Լրացուցիչ ձայնագրություններ են ի հայտ եկել, որոնցում Էրդողանն ու նրա որդին խոսում են մի թուրք գործարարի առաջարկած 10 միլիոն դոլարի կաշառքը մերժելու մասին, ոչ բավարար լինելու պատճառով։ Այսքանից հետո Էրդողանը կարող է կորցնել ոչ միայն վարչապետի պաշտոնը, այլ նաեւ կարող է ենթարկվել երկարատև ազատազրկման իր հանցագործությունների համար։ Իսպանիայի եւ Մարոկոյի անվտանգության ուժերը կանխել են իսպանական Սեուտա սահմանի խախտման ամենազանգվածային փորձը։ Աֆրիկացիներ կարդյալների մեծ խումբ մոտ 1500 մարդ, ովքեր թաքնվել էին Իսպանիայի հետ Մարոկոյի սահմանի մոտ գտնվող անտառում, փորձել են ներթափանցել իսպանական տարածք։ Իսպանացի ոստիկանների եւ մարոկացի ժանդարմների համատեղ ջանքերով հաջողվել է սահմանախախտներին ցրել։ Էստոնիայի վարչապետ Անդրուս Անսիպը հրաժարական է տվել։ Նրա հետ հրաժարական կտա նաև նախարարների կաբինետը։ Կառավարության անդամները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչև նոր կաբինետի նշանակումը։ 57-ամյա Անսիպը վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2005 թվականից։ Միացյալ Նահանգների Դաշնային դատարանը ապօրինի է ճանաչել Էկվադորի դատարանի որոշումը Chevron ընկերության դեմ 9.5 միլիարդ դոլար տուգանքի առումով։ Ամերիկացի դատավորը հանգել է եզրակացության, որ Chevron-ը կարող է պատասխանատվություն կրել Ամազոնիայի շրջանում ջրի աղտոտվածության համար, սակայն տուգանքի մասին որոշումն ընդունվել է ակնհայտ խարդախությամբ։ Արման Գևորգյան, Կալանյուս։
Եվս մեկ լուր այսօր Կրասնոդարի Կուբան ստադիոնում տեղի ունեցել Ռուսաստան-Հայաստան ընկերական խաղը։ Հանդիպման հաշիվը բացվել է խաղի 21-րդ րոպեին։ Մոսկվայի Դինամոյի հարձակվող Ալեքսանդր Կոկորինը գրավել է Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասն առաջ մղելով ռուսներին։ Մինչև խփած գոլը ռուսները կորցրել են եւս 2 գոլային պահ։ Խաղն ավարտվել է 2-0 հօգուտ ռուսական թիմի։ Այժմ բարեկամներ ծանոթացեք մարզաշխարհի այլ նորություններին, այնուհետև եղանագիտեսությանը կհանդիպենք ժամը 22-ին։